Ապրիլի 6-ին սպորտի միջազգային օրը Myler Mountain Resort ընկերության նախաձեռնությամբ կայացավ «Սպորտ և կայուն զարգացում» խորագրով թեմատիկ ասուլիս քննարկում։ Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի փորձագետներ, ազգային մարզական ֆեդերացիաների, միությունների ղեկավարներ, մարզիկներ եւ այլոք։ Նպատակը մեկն է՝ բարձրաձայնել սպորտի եւ առողջ ապրելակերպի կարեւորությունը, ներկայացնել ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման համար մարզական հանրույթի միջև ստեղծել համագործակցության յուրահատուկ հարթակ։ Այսօրվա միջոցառումը ուղղված է նախ նշելու սպորտի միջազգային օրը։ Մենք ուզում ենք այս միջոցառումով ուշադրություն գրավել, այստեղ panel talk-ի միջոցով վերծանվել սպորտի ոլորտի խնդիրները եւ փորձենք լուծումներ գտնենք։ Բոլորիս շնորհավորում եմ սպորտի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այսօր սպորտը աշխարհում կանգնած է լուրջ մարտահրավերների եւ դրանց լուծման առջև։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի խոսքով առաջիկայում բազմաթիվ ծրագրեր կան նախանշված, որոնք ուղղված են ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը, այլև առհասարակ սպորտի մասսայականացմանը։ Նախարարություն, Օլիմպիական կոմիտե, ազգային ֆեդերացիաներ բազմիցս ապացուցել է մեր աշխատանքը, որ այս համախմբումը բերում է զարգացման եւ բերում է, այսպես ասած, մեդալների ու ռեզուլտատների։ Ոչ միայն մասսայական սպորտում, այլ նաև մեծ սպորտում։ Տեսեք, սպորտը ինչ մրցակցություն է խրախուսում, սպորտը թույլ է տալիս, որպեսզի մենք մրցակցության մեջ կարևորենք կանոնները, կարևորենք հավասարությունը, կարևորենք ազնվությունը, կարևորենք արժեքները։ Myler Mountain Resort նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանը սպորտի եւ առողջ ապրելակերպի տարածման գործում մեծապես կարևորեց պետություն մասնավոր հատված համագործակցությունը։ Նա նաև հավելեց, Լեռնային Հայաստանում պետք է եւ կլինի լեռնադահուկային մարզաձևի զարգացման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները։ Մենք նախաձեռնել ենք Myler Mountain Resort լեռնադահուկային համալիրի նախագիծը։ Համալիրը գործելու է 4 սեզոնային եւ մենք պատրաստ ենք եւ ուրախ կլինենք սպորտային համայնքի բոլոր առաջարկների եւ համագործակցության բոլոր եզրերը հնարավորինս մշակելու եւ դիտարկելու բոլոր այն սպորտաձևերը, որոնք որ հնարավոր է տեղ գտնեն մեր համալիրում։ Շատ ուրախալի լուր է բոլորիս համար, որովհետեւ ունենալու ենք երկրորդ կենտրոնը, շատ ավելի մեծ կենտրոն, հնարավորություններով ավելի մեծ եւ միանշանակ նպաստելու է Հայաստանում դահուկային սպորտի զարգացմանը։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրա եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի խոսքով սպորտն այն միջոցն է, որով կարող ենք նպաստել հանրային առողջության ձևավորման ու պահպանմանը։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը նույնպես առաջնային է համարում ֆիզիկական դաստիարակության անհրաժեշտությունը։ Յուրաքանչյուր հասարակությունում պետք է լինեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու հնարավորություններ երեխաներին մարզվելու, սպորտով զբաղվելու եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման համար։ Հուսով եմ այս քննարկումը հետաքրքիր ու կարևոր համագործակցությունների մեկնարկ կլինի։ Բանախոսների ելույթներից հետո ֆեդերացիաների մարզական տարբեր կառույցների ներկայացուցիչներն ուղեցին իրենց ուզող հարցերը եւ միասին քննարկեցին ապագայում հնարավոր համագործակցություններն ու նախաձեռնությունները։